Մի հատ իրավիճակ կա, որ եկել են, նես մի հատ բանի են բերել, ասում է պետք է տանք ճանապարհ Ադրբեջանին։ Այս նույն միջանցք բան, հա։ Եվ ասում է ինքը տվել է թրիփով։ Հա, դուք քննադատում եք օրինակ։ Դե ասեք դուք ո՞նց եք կտայիք։ Ես ասեմ, եղբայր, բայց ով է մեզ ասե, որ մենք պարտավոր ենք տանք ճանապարհ, որ դուք քննարկում եք, թե ոնց պետք է տայինք։ Ասեմ, ով է ձեզ ասե, որ դա մեր ճակատագիրն է, մենք դատապարտված ենք դա անելու։ Ասեմ, մենք դատապարտված ենք դա անելու, եթե կար Ղարաբաղ, կար Լաչինի միջանցք։ Բայց ձև չկար պետք է անեինք։ Բայց որ չկա Ղարաբաղ, չկա Լաչինի միջանցք, ուրեմն չկա ճանապարհ տալու։ Որն է ձեր այլընտրանքը, մեր այլընտրանքն այն էր, որ պետք չի ոչ մի ճանապարհ տալ ոչ մեկին, պետք է ուղղակի ճանապարհները բացվեն։ Բլոկադայից դուրս գանք, բացվեն, օքեյ, մենք մեր սահմանապահներով կանգնենք, դուք ձեր կգնանք այդքան բան։ Չէ, Ալիևն ասելա, պիտի հայ չտենանք, դե ասեք դուք ոնց եք կարող։ Ալիևը գլուխը պատին ա տվել ասելով չի։ Իրեք, ես ասեմ էլի։ Ունին իմա սրա մեջ։ Օրինակ, մենք չէինք շարունակեմ միտքը մի հատ էլի, մենք չէինք ասի Ժորժ Ղարաբաղյան շարժումը սխալ էր։ Ավելին, այսօր կորա մտածեմ, ես ինչի շուրջ։ Մտել բան ասեմ, էլի իմ կարծիքով, կարող դու չհամաձայն ես իմ հետ։ Ղարաբաղյան շարժումը ավարտվել է 94 թվականին։ Որ մի Նիկոլն ասում է Ղարաբաղյան շարժումը մենք չենք շարունակում։ Այս ընտրությունն անհամասին է, որ պիտի ովքեր մեզ ընտրեն, ուրեմն չեն ուզում շարունակվի, ովքեր ընտրեն մյուսներին, ով որ կլինի, կապ չունի, Զավենիչին դաժե եթե ընտրում են, ուրեմն ուզում են Ղարաբաղյան շարժումը շարունակվի։ Այ ախպեր ջան, այդ շարժումը չկա, շարժումը ավարտվել է 94 թվականի հրադադարի ժամանակ, բանակցել են вообще ուրիշ բան, որտեղ վերջնականապես ամրագրվել է այդ ռեգիոնի հայկական լինելը, անկասկած։ Հասկանամ ես, հա ինքը ինչ ասում։ Ասում է Ղարաբաղյան շարժումը եթե մի անենք, պատերազմ կլինի։ Դրա համար ասում է, ես հայտարարում եմ, որ այդ շարժումը մենք չենք շարունակելու։ Եվ մի հատ նոր բան հայտարարեցինք շաբթի օրվա այդ ասուլիսի ժամանակ, որին դու անդրադարձար, ասում է ես որպես Հայաստանի վարչապետ հայտարարում եմ, որ ես հրաժարվում եմ պատմական արդարությունից։ Մեզ պետք չի պատմական արդարություն։ Եթե մի ուրիշ թեմա մտցնեմ, ախպեր ինչ պատմական արդարություն։ Ո՞վ է քեզ բան ասում։ Ո՞վ է այս երկրում ուզում պատմական, ինչ պատմական արդարություն։ Եթե ես ինչ դաշտատանեմ, որ ուզում են Թուրքիայի պատմական արդարությունը կարա բերի հասնին, հա, որ դա Թուրքիայից պահանջվող, չգիտեմ ո՞վ է պահանջում, չգիտեմ, իսկի դաժե դաշնակները չեն պահանջում, բաներն են, տարածքները, հա, դա պատմական արդարության մասին է, ցեղասպանության մասին է։ Այսինքն կներես, եթե դու պատմական արդարությունից հրաժարվում ես, մարտ ամիսն է եղբայր։ Ապրիլի 24-ին ինքը չպետք է գնա ցեղասպանության ուշ համալիր։ Գնա ինչ անի ախպեր, պատմական արդարությունը նաև նրա մասին, հա, որ ընդունեն որ ցեղասպանություն եղել ներողություն խնդրեն։ Հողերը, հա, հողերը մեզ տալու մասին չի կարծես։ Ինքը ապրիլի 24-ին գնալու է հուշամալիր ինչ անի։